Սասնա ծռեր, Բ. Հատոր, Առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ա պատում, Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, պատմեց Տարոնցի Կրպոն, գրի առավ 1873 թվականին Գարեգին Սրվանստյան։ Աբամելիք և Սանասար։ Բաղդադի խալիֆայի և հայուհու որդիները, Աբամելիք և Սանասար։ Բաղդադու խալիֆեն շատ զոր ու զորնդեղ կեղնի, ազգար կենե կիկա վրմր սուրբ Կարապետու, շատ զմրած կնվասցու, ու շատ հեսիր կբռնե տանե, աղջիկ մի ուժնե շատ խորոտիկ կեղնի, Բաղդադու խալիֆեն զդաղջիկ կարնե կքեբնե վրուրան, մեկ ժուկ մու ժամանակ մեջ կնցնի, երկու տղա ուժնե կեղնի, մեկի անուն կտնեն Աբամելիք ու մեկին Սանասար, պապ կռապաշտ է ու մամ խաչապաշտ, չունքի ըզմամ մերազգեն տարավ, Ըդ խալիֆեն հեզ մլե ազգար երեց ու եկավ վր մրազգին, մրազգ մերնի մուր սուրբ հրաշքին սուրբ Կարապետ, ըդ անգամ զինք շատ նեղ լծեց, ու ըդ նեղութենի մեջ խալիֆեն կանչեց զուրկուրք ու ասեց. «Յա ճոճկուրք, դու զիս ազատ ենես էդ ազգից, ու երբ որ ես սալամաթիկամ, զիմերկու տղեն լեքզի մատաղ տենեմ»։ Ուրանց մամ քնավ տեսավ երազ, տեսավ, որ ուրան երկու ճրակ կեր, կիքեր արջև ընցնելուն որ ընցներ ու կդառներ հեղ մլելուս գիտեր, ելավ արվտուն երբ որ ախլավ զուր երզի եղելութեն խսա երեց ուր տղեկներուն ու ասեց. «Էս գիշեր սբ Կարապետ ընծի երաց եկավ, ասեց որ ձեր պապ ընկեր է նեղութենի մեջ ու ըստ ձզի մատաղ է կանչե ուր կրքերուն, երբ որ եկավ ըստ ձզի կմատղե, դուք ձեր ճարեն գտեք»։ Երկու աղբեր կանչեցին զուրանց աստված, ելան վերցին զուրանց զավատեն ու լցեցին Յակուբե մի փարա ու ընկան ճամփա։ Ընկան ու շատ պտտվան, զարկեցին եկան զարի պերգիր, եկան կացին նեղձոր մի, տեսան որ գետ մի կիքեր կնցներ, առու մի ընդիեն կիքեր կզարկեր մչետ գետին, կկտրեր զդ գետ ու կշերտեր չուրի մեջ տեղ, ու հպա մլե կխառնվեր մեջդ գետին ու կերթեր։ Սանասարն Աբամելիքին ասեց թե որը որ զդա ջրի տակ գտնե ու զուր տուն լե սուկե վր իդա ջրին, ընդրա ավլադ լե որ եղնի, համլա զորեղ կեղնի։ Ելան առան զարուն ու գացին երկու աղբեր, գացին ու գտան զաղբուր, ըդ աղբրի ջուր լուլե մի ջուր է, կիքա կկտրե թմամ ջուր տկու առուն ու հեղ մլե կդառնա, հեղ մլե կխառնվի առուն, կնստին վրը տական ու զուրանց բերթի հիմ կթապլեն, Սանասար կերթեր նեջիր ու Աբամելիք կդատեր վր բերթին, շենլիկըդ վերքեր չկեր, մեկ 10-20 որ բանան վրըդ քոշկին, Աբամելիք եկավն մեկ օր տեսավ որ Սանասար թաշկեր էր ու քուն ընցեր էր վրեն, անընդհատ նեջիրներ հմալ անեփել թալեր էր ի գետին ու քներ էր, շատ կսկծաց ընդուր ուղուրին ու ասեց. «Ախպեր, էլի երթանք, յարի եբ պտի մնանք մենք հուդա ու անլի միս ուտենք»։ Աստված որի տեր մզի մրպապու քուշկն ու սարեն կիտեր։ Երկու աղբեր հեծան ու խստ երեցին արզրոմա նստողին ու եկան։ Եկան գացին, ըդ մարդուն երկու աղբեր թամանա երեցին ու կայնան առաջ։ Ահագին ու քուքեֆով զրբդստ մարդ են էդ երկու աղբեր։ Արզրում նստող ամիրեն շատ հզերեց ընդունց մոտեն, հարցուց զուրանց ինս ու ջինս ու ասեց. «Դուք ինչ մարդ եք»։ Սանասարն ասեց. «Մենք Բաղդադու խալիֆի տղեկներն ենք»։ Ամիրեն ասեց. «Հայ, հայ, հայ», ու թոթվեց զուր պողպատ ընդունց մոտեն։ «Մենք ընդունց մեռելներուց կփախնինք, ընդուց կենթնուն ռաստքի կանք, մենք ձզի տեր չենք կռնա եղնի, հուր վեկերթակ գացեք»։ Սանասարն ասեց Աբամելիքին. «Ախպեր, մենք ըդ պապու մոտեն կփախնինք, զդոր անուն մրվրեն հորի ենք դրի»։
ըստ իր ուր որ գացինք, որն որ հարցուց տասինք մզի բան չկա, նպապ նմամ, նտուն նվաթան, բլքե մխլխ զմզի տիրեն։ Հոնկուց դարձան հետևանց, զարկին գացին մոտ ғարսան ստողամիրեն, են լեզըտ պատճար տվեց ըտ տղեկներուն։ Ու ընոնք ըտ տեղեն դարձան, խստ երեցին իդահեղ կապուտ կողի թակավորին ու գացին։ Կապուտ կողի թակավոր զտ մարդիկ տեսավ, շատ հզերեց, ընդունեց մոտեն։ Աբամելիք թամանա եղավ ու կայնավ ընդուր արջև, շատ դուր եկավ ըտ թակավորին։ Հարում երեց ընդունց մոտեն, թե օղուլ, դուք ուստա եք, ինչ ունիք, ինչ չունիք, թու բան մլե չունինք ասեցին, նամամ, նապապ, թու թաբա չունինք։ Սանասար նեղավ չբուխչի ու Աբամելիք նեղավ ғայվաչի։ Մեկ ժամանակ ընդունք հմլակեցան։ Ուրերուց մեկ Սանասար Աբամելիքին ասեց, «Ըտ խդար ամակ կերանք ու մրխրբեն հմալ մնաց»։ Լուսուն ասեց, «Ոչ դուն զայվայեպ է, ոչ ես չբուխ կպում իտամ, արվտուն չերթանք ուրաներվան»։ Կապուտ կողու թակավոր քնուց իմցավ նենկա նեն։ Ըթաղ կանչեց ըտ մարդիկ, առեց եկավ թակավորն ու ասեց, «Օղուլ, ախր ես առաջ ասեցի ձզի, թե ձզի ինչ կա, մամ, պապ, ու դուք պատմութեն ըրիք, թե մզի բան չկա»։ Դուք ըս ձրմադեն ինչի վրա եկեր է, ասեցին թակավորն ապրացկենա, մենք ուղորդմա ենք, մամ ու պապ չունինք, մաքենե պահենք, աստծուց ինչ պահենք։ Ամակ մեկ խրբի մի տվեր ենք մեքիչ ու թորկեր ենք եկե, իդա օրինակ աղբուր մի, ու նաղը լերեցին ուրան։ Թակավորի սիրտ կրչաց վրընդունց, ասեց օղուլ, չնքի հմալ է, արվոտուն ձզի քանի մի տուն կիտամ, ու գացեք ըս ձր բերդ շինեք։ Ըտ թակավորն էլավ տվեց ընդունց 40 տուն, հեյ գիդի դու, ամեկուն մեկ էշ ու մեկ ճախրակ։ Առավտուն էլան բարձան զուրանց տներ ու երկու աղբեր խստ երեցին ուրանց խրբին ու գացին։ Գացին էլան վր ուրանց աղբրին ու վր ուրանց հիման։ Սանասարն ասեց Աբամելիքին, ավալ զիդա բերդ շինենք, թե չէ զիդա ֆախիր ֆուխարի ավահիք։ Աբամելիք ասեց, առաջ շինենք զեդոնց ավահիք ու նոր շինենք զմրբերդ։ Ըտ ֆուխարեք չն կրնա արևուն արջև կենա։ Ու բաշլայեցին զավահիք։ Աբամելիք ընդար զորեղ էր, որն 10 տան տեղ կփորեր ու 10 տուն կշիներ, անմեկել է զպետեր կբերեր ու բանվածքը երկուսով կշինեն։ 4 ավուր մեջ լման ըս 40 ավահիք շինեցին երկու աղբեր։ Սորակրկին բաշլան ըզբերդ շինեցին ու թամամերեցին, ընքան զորեղ են, որ 40 զարկեցին, ձակ թալեցին, թամամեցին ըզբերդ։ Աբամելիք էլավ, եկավ մոտ ուր կապուտ կողի թակավոր ասեց, մենք քո ավլադն ենք ու շիներ ենք ու թամամե զմրբերդ։ Եկեր ենք քու մոտ ու խնդիր կենենք քեզանե, որի գաս ըմրբերդին անուն տնես։ Ըտ կապուտ կողու թակավոր շատ սիրեց ու ընդունեց Աբամելիք ու ասեց, գայ որ զիս չք մորցերի։ Ու էլավ զուրաղջիկ տվեց Աբամելիքին չրաղերեց։ Զաղջիկ որ պսակեցին վրեն, էլան թակավոր նախջիկն ու տղեն ու քերի թորոս էլ ուրանց հետ գնաց, հեծան ու գացին։ Ընկավ ուրանց արջև Աբամելիք ու գացին էլան վր բերդին։ Հոնկուց թակավոր տվեց ձիու գլուխ, որ պտի դառներ, ասեց, դուք ձեր բերդին անուն դրերեք, ու խաստի զիս կկանչեք ու կփորձակ։ Աբամելիքն ասեց, թակավորն ապրացկենա, իդխա թերա, որ մենք այդ բերդին անուն չենք դրե։ Զենք ինանք, որ բերդ մշիներ են կանգնցե, հելա իսա չնքի, որ անուն չեք դրերի։ 40 եք զարկե, դրա անուն տեղնի Սասուն։ Մեկ ժամանակ մանցին հոդի, քերի թորոս լե կարկեցին ու էլ լե մնաց հոնի, ու թակավոր դարձավ ուրան տեղը։ Աբամելիք շատ զորընդեղ մարդ էր,
Սև սարի բոլոր ու չուրի ծծմակակիտ, մշու վերևով բադան քաշած ելած էր։ Չուրի սեղանսրու գոտեն ըվիտ ճապաղջրու դուրան։ Ըդ զդ բիթուն լեզավթեց, 4 դարգահ լե թողեց, ու միշտ հանապազ կզարկեր զուր դարգահ ու կհեցներ զուր ձին, ու ինչ խդար ջին ու ջանավար եղներ կբռներ։ Օրերուց օր մլե զարկեց գնաց չուրի մսր ու մսր լեզավթեց։ Գնաց գիշերըդ մսրակեցողի կնկան խեչ պարկավ ու եղավ իրնե ավլադմի։ Ու մսրա թակավոր լե իմցավ, որ ըդ տղեն աբամելիքիցն է։ Չնքի ընդրա անուն աբամելիք էր, ստղի անուն լե դրեցին մսրամելիք։ Ու աբամելիք լե սպանեց զմսրա թակավոր։ Առավ զնդրակնիկ ու նստավ մսր, եղավ թակավոր։ Ըդի թող մնա ըդտեղ նստուկ։ Սանասար նստուկ էր սասուն, ուր պապու կրքեր չն թողի որ ըդի սթրեր, ու ելավ խստերեց ուր պապուն ու մամուն ու գնաց Բաղդադ, ուր պապ նստուկ էր պանջարեն, տեսավ, որ ուր տղեն Սանասար գիքեր ու ճանչցավ ու ասեց. «Էй, մեռնիմ քեզի մեծ կուրկ, իմալս քո մատաղ քաշիր բերիր, հար եփ եմ անցե, զմկել լե կքաշես բերես»։ Մամ չնքի խաչապաշտ էր, նստավ, ուր տղեկներ նապով արսունք թափեց։ Պապ առեց թուր ու սուր ու գնաց, կանչեց ու ասեց. «Արի երթանք որդի, երկրպագութեն արա մեծ կուրքին, որ սկզի մատղեմ»։ Ասեց տղեն. «Աբո, քո ճոճ կուրք շատ զորավոր կուրք է, գիշեր լե չրթողն է, որ մենք ընդեղ սթրվենք։ Հար եփ եմ անցե, զուր մեկ էլ մատաղ լե կքաշե ու կբերե»։ Առավս տղեն ու մտան կրքադուն։ Տղեն պապուն ասեց. «Աբո, չէ դու գինաս, որ մենք գացինք, մենք պստիկ էինք, մենք զքո կրքի զորութեն չենք գինե։ Դե դու կզի քո կրքին երկրպագութեն տուր, իշեմ իմալ կիտաս ուսնեմ»։ Պապն ասեց. «Հմլալաո», ու կզավ երկրպագութեն տվեց։ Տղեն ասեց. «Աբո, քո կուրք ինչ զորավոր կուրք էր, որ դու երբ որ կզար, իմ աչքեր մտնեց, չտեսա իմալ երեցիր»։ Չնքի չհասավ, որ արջի դրբին զարկեր, մալութի կոչկեր չարցկվավ, ասեց. «Աբո, իդա հաղ լե երկրպագութեները, տեսնենք իմալ կենես, որ ես լենեմ»։ Ու հեղմ լե, երբ որ կզավ պապ տղեն ասեց. «Յա հացն ու գինի տեր կենթանի», ու գուրզ մի իջավ, ու զուր պապ խալիֆեն 7 ընգազ գետին վեիչուց։ Առեցս գուրզն ու ինկավ մեջ կրքերուն, զմեն լե ջարդեց, ու առավ զարծթներ, լծեց ուր մալութի փեշ ու բերեց տվեց ուր մամուն ու ասեց. «Մամո, իդոն քերը քզի զենատ»։ Մամ լե կզավ վրքիթ ու բերնին երկրպագութեն երեց ու ասեց. «Գոհանամ քենե, երկնի ու երկրի ստեղծող, գա է որ զմզի ազատ երեցիր են զալմե ձեռնեն»։ Բերեց Սանասար պսակեց ու պապու տեղ դրեց վրթախտին, ընի ենտեղ մնաց, դառնանք աբամելիքի վրեն։